Վանաձայն Վանաձայն լավագույն եւ հարազատ Բարև ձեզ սիրելիներ, ցեզի հետ են Սերրին եւ Ներսեսը Վանաձայնի եթերով եւ թիմադրետ էջով ներկայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Երեկ 10 ապրիլին հայ հեղափոխական դաշնակցության Լիբանանի հայ թաթի մարմինը բռնակրավյալ Արցախի հանրապետության Բաքուի մեջ պահվող եւ Աբորինի ու Շինձու թադավարության ենթարկվող ռազմաքաղաքական ղեկավարներու եւ այլ հարցերու հարցով, ինչպես նաեւ շարք այլ հարցեր արձարծող նամակներ հղեց Լիբանանի մեջ Միացյալ Նահանգներու, Ռուսիո, Սվեդական Արաբիո, Ֆրանսայի, Պրիդանիո, Եվրոպական միության, Զվիցերիո, Հունաստանի, Գիբրոսի եւ Հնդկաստանի տեսփանատուներուն։ Նամակներուն առաջինը գսե. Մեծակո տեսփան Հայ հեղափոխական դաշնակցության Լիբանանի հայ թաթի մարմինը խորաբես մտահոգված է Բաքուի բանդերու մեջ շարունակվող եւ անօրինական գերբող բահվող հայ բադանտներու եւ ռազմակերիներու ճակատագիրով, ինչպես նաեւ Արցախի հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ իրականացվող գեղձ ու անօրինական դատավարություններով։ Ասոնք հստակ նախասկացում են Արցախի բնիկ հայ բնակիչներուն, որոնք գրնան ցանկալ օգտվել միջազգային օրենքով երաշխավորված իրենց վերադարձի իրավունք են։ Հայ բադանտները գենտարգվին անմարդկային եւ նվաստացուցիչ վերաբերմունքի, ներառյալ արգելված հոգեմետ ցևերով դանչանքներ։ Չեն հարգվիր անոնց իրավունքները, ներառյալ արգաղ փաստաբաններու, թարգմանիչներու հասանելիությունը, փողոքագման կարելիությունը, ընտանեկի այցելություններն ու առողջական պատճառներով բադիժի գասեցումը։ Այս բոլորը կհանդիսանան Ադրբեջանի կողմէ ռազմակերիներու նկատմամբ միջազգային բարդավորություններու շուրջ եւ համագարկված խախտումներ։ Մենք ցեզի գոչ կուղենք պահանջելու, որ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության գազագերբության մնայուն խորհուրդը ստեղծե փորձագետերու առաքելություն մանրագրգիռ կերպով հետաքննելու Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության գազագերբության մարդկային հարթության իրականացման սպառնացող լուրջ սպառնալիքները եւ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության գազագերբության անդամ այլ պետություններու հետ թիմելու դիվանագիտական աշխատանքի գիրառելու 1991 թվականի Մոսկվայի փաստաթուղթի 12-րդ կետը կամ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության գազագերբության այլ հարմար համագարկեր գալանավորելու իրավունքներու արդյունավետորեն պաշտպանելու համար։ Մենք նաև խոր մտահոգություն կհայտնենք Բաքուի իշխանություններու կողմէ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ միավորված ազգերու գազագերբության գործակալության գրասենյակներու փակման հրամանի կապակցությամբ, ինչ որ գխոչընդոտ է թե հայ բադանտներու աջակցությունը, թե մարդասիրական վերահսկողությունը։ Ձեր կառավարության գոչ կուղենք կործատրելու անհրաժեշտ ճշտում գեղձ դատավարություններու թատրեցնելու եւ բադանտները ազատելու համար։ Մենք գոչ կուղենք վերսկսելու Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության գազագերբության Մինսկի խմբակի համանախարարության աշխատանքները Արցախի դակնապի խաղաղ արդար եւ օրինական լուծման ուղղությամբ, ինչպես նաեւ գոչ կուղենք միջազգային երաշխիքներու, որոնք կապահովեն հայ դեղահանվածներու անվտանգ վերադարձը իրենց պատմական հայրենիք, որ ներկայիս ենթարկված է ցեղային զտման։ Երկրորդ նամակը կնշե. Մեծակո տեսփան
Հայ հեղափոխական դաշնակցության Լիբանանի հայտարարի մարմինը իր անսասան աջակցությունը կհայտարարե Հայաստանի եւ Ադրբեջանի միջև արդար ու դեպական խաղաղության, սակայն ոչ ներկա միակողմանի թելադրված խաղաղության պայմանագիրին, որ կսպասե երկու երկիրներու ստորագրության։ Անիգա կհագասե միջազգային արժեչափերուն ու սկզբունքներուն ներառյալ հիմնարար այլ սկզբունքին, թե ուժի սպառնալիքով կամ գիրառումով ձեռք բերված որևէ միջազգային համաձայնագիր անվավեր է։ Մասնավորապես, անիգա չի համապատասխաներ Միավորված ազգերու կազմակերպության Վիեննայի հռչակագիրի միջազգային պայմաններու օրենքին 1969 թվականին եւ Հելսինկի եզրափակիչ ակտին 1975 թվականին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև իր պաշտոնական գայքեջին վրա քրարում կատարելով գոչ ուղեց Եվրոմիության չմիջամտել Թուրքիո եւ Հայաստանի հետ հարաբերություններուն։ Թուրքիո եւ Հայաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունները անոնց կորձը չէ։ Որքան Եվրոմիությունը հերանա այս հարցերեն, այնքան լավ գլա բոլորին համար ըսավ Ալիև։ Ալիև դադարեցրեց երեք երկիրներու միջև սահմանները բանալու Եվրոպական միության դեպական գոչերը։ Եվրոպան ինչ կապ ունի սահմանները բանալու հետ, հարցուց Ալիև։ Անցնող շաբաթ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայեն գոչ ուղղած էր բանալ Հայաստանի սահմանները Թուրքիո եւ Ադրբեջանի հետ։ Ըստ Լայենի, սահմաններու բացումը կմոտեցնե Եվրոպական միությունն ու Կենտրոնական Ասիան։ Հայաստանի արտաքին գործոս նախարարի տեղակալ Վահան Գոստանյան ընկերային ցանցի էջով գրեց, որ ան հանդիպում ունեցած է իր թուրք պաշտոնագից Բերիս Էքինջիի հետ։ Գոստանյան նշեց, որ կարևոր քննարկումներ կատարեց Թուրքիո արտաքին գործոս նախարարի տեղակալ Էքինջիի հետ Հայաստանի եւ Թուրքիո հարաբերություններու կարգավորման եւ համագործակցության նոր մարզերու քննարկման շուրջ։ Միտքեր փոխանցեցին նաև դարաձաշրջանային եւ միջազգային խնդիրներու մասին, հայտնեց Հայաստանի արտաքին գործոս նախարարի տեղակալ Վահան Գոստանյան։ Հայաստանի արտաքին գործոս նախկին նախարար Վարդան Օսկանյան քրարումով նշած է. ընկերային ցանցերու վրա կդարածվին WikiLeaks փաստաթուղթի մասին սուտ լուրեր, որոնք կվերապերին 2007-ին Միացյալ Նահանգներու կոնգրեսին կողմէ հայոց ցեղասպանության ճանաչման համար դեղի ունեցած դիվանագիտական խոսակցություններուն։ Ստորև կներկայացնեմ քանի մտիտանգուններ։ Առաջին, այս լուրերուն հեղինակը գսդե անոր մեկնաբանությունները եւ հետեւությունները չեն գնար բխիլ WikiLeaks-ի բնորինի բովանդակութենեն եւ քննարկումներու էյութենեն։ Փաստաթուղթը գծված է։ Երկրորդ, այդ օրերուն Միացյալ Նահանգներու եւ Թուրքիո միջև հարաբերությունները լարված էին եւ Միացյալ Նահանգներու բանակնացը Հայաստան եկավ խնդրելու համար Հայաստանի միջամտությունը կոնգրեսի մեջ հայոց ցեղասպանության հերթական ճանաչման հարցի հետաձգման համար։ Այդ զրույցի մեջ արտահայտված միտքերու ամբողջ նպատակը այն էր, որ Միացյալ Նահանգներու ճնշումը ելնի Հայաստանի վրայեն եւ դեղափոխվի Թուրքիո վրա։ Ով որ որևէ սխալ կտեսնե WikiLeaks-ի փաստաթուղթի մեջ համոզումովս շատ հերու է դիվանագիտութենեն եւ չմբռներ անոր էությունը եւ նպատակը։ Երրորդ, այս հերյուրանքները դարաձողները նույն մարդիկն են, որոնք ողջունեցին եւ ձապահարեցին Արցախի Ադրբեջանի հանձնումին եւ հայոց ցեղասպանության ժխտումի փորձերուն։ Անոնք այսօր բարձրապես կախված են բղբճակներու զուր փորձելով մեղադրել ուրիշները։ Մասնավորապես անոնց, որոնք հանրակրվեի միջոցով բանակցային փաստաթուղթերու մեջ ամրագրած են Արցախի ինքնորոշման իրավունքը եւ որոնց կառավարման տարիներուն 15 պետություն ջանցավ հայոց ցեղասպանությունը։ Այս մարդոց միայն կարելի է գարեկցիլ եւ պետք է հերու բահել կառավարման լծակներեն։ Անոնց բաժարած վնասը Հայաստանին եւ ամբողջ հայության արդեն հասած է աստղապաշխական չափերը։ Գրած է Վարդան Օսկանյան։ Ադրբեջանական լրատվամիջոցներու համաձայն Թուրքիո նախագահի գլխավոր խորհրդական Չաղրի Էրհան հայտնած է, որ Հայաստանի սահմանադրությունը դակավին կբարունակե դարածքային պահանջներ Ադրբեջանի եւ Թուրքիո նկատմամբ։
ինչ որ գխոչընդոտե հարաբերություններու ղեկավարումը, Բաքուի եւ Երևանի միջև եւ խաղաղության պայմանագիրի ստորագրությունը։ Այդ պատճառով Հայաստան այլևս պետք չէ թիմադրե եւ հասկնա, որ հարավային Կովկասը կարևոր տարածաշրջան է, որ մեկ անցնին էլեկտրուժի եւ արևդրային ուղիներ, հայտնեց Թուրքիո նախագահի գլխավոր խորհրդական Չաղրի Էրհան։ Աբրելու երգիր գուսակցության համահիմնադիր Մանեթ Անտիլյան ընկերային ցանցերու մեջ քրարում մկատարելով նշած է. Սիրանուշ Սահագյան եւ Դարոն Սիմոնյան միջազգային ասպարեզի մեջ կերիներու հարցով հսկայական աշխատանք կկատարեն։ Այսօրվան քննարկումը ցույց տվավ, որ Հայաստանի Հանրապետությունը ունի հսկայական իրավական կարողություն ոչ միայն կերիներու հարցով, այլև Ադրբեջանի հետ հարաբերություններու այլ հարցերով, որոնք սակայն քրեթե ամբողջությամբ չեն օգտագործվիր այսօրվան իշխանություններուն կողմէ։ Նման քննարկումներ շատ կարևոր են նաև ժողովրդի իրազեկման համար։ Ոչ մեկ բանի դիմաց զիջողական քաղաքականությունը գուղ է դեպի գործանում եւ արդյունավետ պայքարի ճանապարհը այլընտրանք չունի։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններուն անդրադառնալով ընկերային ցանցի իր էջով գրեց. Ադրբեջանի նախագահը հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական սահմաններու մասին Եվրոպայի հանձնաժողովի նախագահի հայտարարություններուն անդրադառնալով Կենտրոնական Ասիո վեհաժողովին ընթացքին հայտնեց, որ այդ սահմաններուն հետ ինչ գործ ունի Եվրոպան։ Նախագահը նշեց, որ այդ սահմանները բանալը պեգումնային գլլա, միջին միջանցքի համար։ Ալիև հայտարարեց, որ այդ Եվրոպայի գործը չէ, մատնացույց ընելով, որ միջին միջանցքը արդեն իսկ կա Ադրբեջանեն դեպի Վրաստան։ Գասկած չկա, որ Ալիևի այդ հայտարարությունները համահունչ են նաև Անկարայի պատկերացումներուն, որովհետև անոնք կբարձրացնեն նաև Թուրքիո քինը։ Այդ պատճառով Ալիև իբրև հավելում ստացավ Անտալիո դիվանագիտական ֆորումին հրավերը։ Անկը բարձրացնե քինը, իսկ մնացյալը արդեն Եվրոպական միության հետ չագերդյալ ըստված Էրդողանը գսագարգե։ Թուրքիո արևդուրի նախարարության եւ արտահանողներու միությունը հրաբարացած է 2025-ի առաջին երամսյակին Թուրքիո եւ սահմանագից երկիրներու հետ արտահանման ծավալներուն ցուցանիշները։ Նշված է, որ Թուրքիա հունվարեն մարտ ամիսներուն սահմանագից երկիրներ Բուլղարիա, Վրաստան, Հայաստան, Իրան, Իրաք, Սուրիա եւ Հունաստան կատարած է 6 միլիարդ 243 միլիոն դոլարի արտահանում։ Նշենք, որ 2024-ի նույն ժամանակահատվածին համեմատ արտահանման ծավալները ավելցած են 5.6%-ով։ Արտահանման ծավալները նախորդ տարվան չափանիշով գազմած են 5 միլիարդ 910 միլիոն դոլար։ 2025-ի առաջին երամսյակին ամենեն շատ արտահանումը կատարված է Իրաք 2 միլիարդ 563 միլիոն դոլար, Իրաքին կհաջորդե Բուլղարիան 1 միլիարդ 176 միլիոն դոլար, Հունաստանը 910 միլիոն դոլար, Իրանը 544 միլիոն դոլար եւ Վրաստանը 539 միլիոն դոլար։ Դեպի Սուրիա արտահանման չափը նկատելիորեն աճած է։ Մասնավորապես 2024-ի առաջին երամսյակին արտահանման չափը եղած է 386 միլիոն դոլար, իսկ 2025-ի առաջին երամսյակին ավելցած է 31.2%-ով հասնելով 507 միլիոն դոլարի։ Սուրիո կհաջորդե Հայաստանը։ Թուրքիա դեպի Հայաստան կատարած է 106,000 դոլարի արտահանում։ Նախորդ տարվան նույն ժամանակահատվածին համեմատ դեպի Հայաստան արտահանման չափը նվազած է 14.4%-ով։ 2024-ին դեպի Հայաստան արտահանումը կազմած է 124,000 դոլար։
Երեքշաբթի 8 ապրիլ 2025-ի երեկոյան Արևմտյան Ամերիկայի առաջնորդ Գեղամ arczepiskopos Խաչերյան իր գողքին ունենալով ազգային վարչության ադենաբեդ Վահե Հովագիմյան եւ անդամներ ազգային առաջնորդարանի մեջ ընդունեց հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի անդամ Դարոն Դեր Խաչատուրյանը, հայ հեղափոխական դաշնակցության Արևմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Գարո Մադելյանը եւ անդամները։ Հանդիպումին մասնակցեցավ նաև ազգային կենտրոնական վարչության անդամ Գայձակ Զեթլյան։ Հանդիպումին ընթացքին արձանագրվեցավ համահայկական հարցեր, նաև Հայաստանի Արցախահայության եւ Սփյուռքի քաղաքներու կյանքը հուզող զանազան մտահոգություններ, ինչպես նաև Արևմտյան Ամերիկայի հայության կյանքի բարելավման կապված ծրագիրներ։ Առաջնորդ Սրբազանը ողջունեց հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի եւ Արևմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչները, շնորհավորեց հայ հեղափոխական դաշնակցության 134-ամյա երթը եւ նորոգ ուժ եւ հաջողություն մաղթեց բոլորին։ Հայկական աշխարհի լուրերով, վանացայինի եթերով եւ թիմադեդրի էջով CZD ներսեսը Սերլին եւ ցայնա հաղորդավար Հակոբը։ Մնացեք միշտ վանացայինի ունգընթիր։